Կիրակի օրը դարձյալ ՔՊԱ-ների հավաք տեղի ունեցավ Հովանավանքում, որի անունը դրել էին անմահ պատարագ։ Չէ, հանակ չեմ անում, Փաշինյանը ինքն է այդպես կոչել, բա։ Մեծ ջանքեր էին գործադրել, որ Հովանավանքի այդ արշավը ստանա ժողովրդական ինչ-որ տեսք, բայց բնականաբար ձախողվեց, եթե նախորդ անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ բերել էին մի 600 հոգու, այս անգամ գրեթե դրա կեսի կեսը։ Հավաքել էին իրենց նախարար դեպուտատների, ոստիկանների, ամենաթունդ նիկոլականների։ Կեղծ քահանա էին բերել, կասկածելի սարկավակ, դպիր ու չոքել։ Այս ՔՊԱ-կան ժողովի մասնակիցները կասկածում եմ, թե երբևէ պատարագի գնում են, անգիր գիտեն աղոթքներ։ Նրանք պատրաստ են խաղալ այն դերը, որը Նիկոլը կհանձնարարի, ինչ տեքստ ու ձևակերպում կասի, դեմքերի լրջությամբ կարտաբերեն։ Պետք եղավ ինչ-որ մեկին սպորտային ակումբից կհանի, կտանի, կստիպի սարկավակ աշխատել։ Պետք լինի սարկավակ կաշխատի մանր առևտրականը, ինչպես որ անում է պատգամավոր ու մինիստր կամ հեծանվային սպորտի սիրահար կարգելուց։ Փաստը հիմա արդեն Նիկոլը միայն իր թիմակից պաշտոնյաների ու այդ massայի վրա է կարողանում աշխատել։